Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, բարև ձեզ պարոն Կարապետյան։ Պարոն Կարապետյան, շատ է խոսվել Իսրայելի կառավարության կողմից ցեղասպանության փաստի ճանաչման մասին, ես հարցը շատ կարճ կձևակերպեմ, ինչու հենց հիմա։ Նախ եկեք ընդունենք, որ սա ամբողջական որոշում չի, այսինքն դա դեռևս Քնեսետի կողմից չի հաստատվել ու Քնեսետը եթե տեղյակ եք հաջորդ նիստը հոկտեմբերի վերջ նոյեմբերին է տեղ ունենալու, հետևաբար սա լիարժեք ու ամբողջական պետության կողմից ճանաչում չի կարող ընկալվել, ուրիշ բան, որ ինչպես է դա ներկայացվում է այս պահին ու ինչ դիվիդենդներ կան, ինչ շահեր կան ու ինչի հենց հիմա։ Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև այս պահին այնպիսի ճգնաժամ է իսրայելա-թուրքական հարաբերություններում, որ կարծես պետք է, որ այս տրամաչափով իրենք հանդես գան, որ այդ տեսեք ցեղասպանական գործողություններ, որը 100 տարի անց տեղի է ունեցել, եւ երբ որ դուք փորձում եք բումերանգային մեղադրանքով մեզ Գազայի ցեղասպանություն, այսպես բանանել մեղադրական այս բանին, ի հակադրություն իրենք տալիս են հայոց ցեղասպանության հանգամանքը։ Այսինքն դա որպես գործիք են կիրառում, հակաթուրքական գործիք է, որը որ իրենց արսենալում պահում են, ցանկացած պահի ինչ որ մի ձև օգտագործելու, թե չէ պարզ տրամաբանական հարց կարող էր առաջանալ 110 տարուց ավել անցել է, բայց այդքան ժամանակ իրենք քաղաքական կամք չունեին, նպատակահարմար իրավիճակ չկար, նման ինցիդենտներ էլի չեն եղել ճգնաժամ հարաբերությունում, ինչի հենց հիմա ուղղակի մենք տեսնում ենք, որ լուրջ ջրբաժան ու ճգնաժամ կա քաղաքական եւ այստեղ իրենք պետք է որ ցույց տան, որ այն ինչ որ հիմա տեղի ունենում Գազայում, դա ինչ որտեղ սրբագրել, մաքրագրելու հանգամանք կա, ես այստեղ տեսնում եմ նյուանս կա այստեղ, եւ երկրորդը, որ եկեք մի մեզ մեղադրեք մի բանի մեջ, որը որ դուք արել եք հայ ժողովրդի հանդեպ։ Հետևաբար այստեղ չգիտեմ, հա, գուցե ինչ որ մեկը ակնկալում էր, որ պետք է հայ ժողովուրդը գործող իշխանությունները հատուկ շնորհակալություն հայտնեն, ես այդ շնորհակալություն հայտնելու հանգամանք չեմ դիտարկում, ես առավել եւս որ էլ եմ ասում, սա ամբողջական եւ լիարժեք ճանաչում չի, որտեվ Իսրայելը դա պարլամենտական երկիր է, պետք է Քնեսետի հաստատումը լինի, ուրիշ բան է, որ ասեցի Քնեսետն էլ դեռևս պետք է հիմա արձակուրդ են գնում, նոր խորհրդարանական ընտրություններ էլ պետք է տեղի ունենան, գարնան վերջ, հետևաբար Աստված գիտի, թե ինչ կուլմինացիա կունենա այս քաղաքական դիվիդենդներով ու շահերով, այսպես բանը, մատուցված, այսպես գեղեցիկ փաթեթավորված, թե հայոց ցեղասպանությունը մենք ճանաչում ենք։ Ես ձեզ ճիշտ եմ հասկանում, պարոն Կարապետյան, մոտակա 10 օրվա ընթացքում միջև Քնեսետի արձակուրդը դուք չեք սպասում, որ Քնեսետը կճանաչի։ Ոչ։ Դա չի կարող լինել ֆիզիկապես, պարոն Ստեփանյան, որովհետև էլ եմ ասում, գնում են արձակուրդ, ֆիզիկապես չեն հարցնում, հարցը կառավարությունը չի ներկայացրել Քնեսետին, հետևաբար ոնց որ ասեցի, հիմա արձակուրդ են գնում, ընդ որում էլ եմ կրկնում, այնտեղ նոր խորհրդարանական ընտրություններ պետք են, այսինքն լավագույն սցենարով, եթե ընդունենք, որ նրանք որևիցե արհեստական կամ ոչ արհեստական խնդիր խոչընդոտ չստեղծեն ու այսպես ինքնահոս գնա այդ տրամաբանությանը, որ այդուհանդերձ պետք է Քնեսետը ճանաչի, դա կարող է լավագույն դեպքում տեղի ունենալ հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ։ Եթե խորհրդարանի կազմը մեծ հաշվով չփոխվի, եթե չփոխվի, որտեղ այո, լուրջ փոփոխությունների հետո կարող են այդպես էլ գեղեցիկ փաթեթավորված մեզ էլ ասեն, որ գիտեք, մենք քաղաքական կամք դրսևորեցինք, հասցրեցինք Քնեսետ, բայց տեսեք, այսպիսի ինցիդենտներ տեղի ունեցավ, հետևաբար առ ոչինչ դա դարձավ։ Իսկ բացի Գազայի հիմնախնդրից, որը դուք նշեցիք, այլ լուրջ ինչ խնդիրներ կան Թուրքիայի եւ Իսրայելի միջև, ինչը Իսրայելին ստիպում է դրդում է դիմել այսպիսի քայլերի։ Տեսեք, նախ
տարածաշրջանային հեգեմոնիզմի պահը կա, Լիբանանի հանգամանքը կա, շատ Սիրիայի հանգամանքը, այդ երկրներում իրենց ներկայացվածության ու տոտալ վերահսկողության հնարավորության հանգամանքը կա, որը որ իսրայելական կողմին բնականաբար չի բավարարում Թուրքիայի ներկայացվածությունը այնտեղ, այդ հանգամանքը նաև ես տեսնում եմ։ Այնտեղ տեսնում եմ, որ այստեղ որոշակի սպառնալիքներ են իրենք դիտարկում Իսրայելը տվյալ դեպքում Թուրքիայի մասով եւ հակառակը։ Հետևաբար այստեղ նաև հնչում են իհարկե ոչ իշխանական աղբյուրներն են այդ ինֆորմացիան տարածում, բայց տեսեք, եթե Իսրայելը ներկայացնում է մեծ Հրեաստանի գաղափարը անգամ մինչև միջագետ քասնող էքսպանսիոնիստական ծավալապաշտական նպատակներն ու ծրագրերը, այս պարագայում նաև Թուրքիան խոսում է, որ Երուսաղեմը պատմականորեն իսրայելական անգամ տարածք չի, նաև այդ խոսույթը կա, որը որ ավելի է սրում իրավիճակը, բայց շեշտը դնում եմ, պարոն Ստեփանյան, որ վերջի կոնկրետ այս իրադարձությունները, որոնք որ կոնկրետ գնում են, ուրեմն Գազայում տեղի ունեցող իրադարձություններին, ավելի շատ հակված եմ կարծելու, որ դա է հիմնական այսպես ինտրիգը առաջացրել, որ նրանք գնացին այդ քայլին։ Իհարկե իրանք պատճառաբանություններ ունեն, հիշում եք Գեդեոն Սարի հայտնի հայտարարություն, ասում եմ մենք դա այնպես չի, որ հիմա ենք սա նախաձեռնել, ես միշտ այդ առաջարկով հանդես եմ եկել, այստեղ էլ կարող ենք մենք հագադարձել, ասել, բա այդքան տարիներ շարունակ ոնց էր, որ դուք այդ նման առաջարկով հանդես եկաք, բայց կառավարությունը ոչ մի կերպ առ ոչինչ էր դա անում կամ ձայն բարբարո անապատի էր։ Այստեղ էլ գալիս ենք այն համոզմանը, որ այս պահին գուցե ներքին պայմանավորվածություն կա այսպես իրենց մոտ, որ կառավարությունը այս պահին կընդունի, կլսենք ինչպիսի արձագանքներ կան աշխարհակական կենտրոններից, Թուրքիան ինչպիսի արձագանք կտա, հետո արդեն մենք այդտեղ ժամանակագրական տեսանկյունից լյուֆտ ունենք, որ մինչև նոյեմբեր տեսնենք ինչ կարող է անել, այսինքն այդուհանդերձ աներկբա գնում ենք Քնեսետով ճանաչմանը, թե վերջում ինչ որ մի հատ գեղեցիկ պատճառ պատրվակ ենք ստեղծում, որ դա անհնար է, հետևաբար այս հարցը կթողենք քաղաքական հայտարարության տիրույթում։ Պարոն Կարապետյան, ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ Իսրայելի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչման հիմքում ընկած է Գազան, Լիբանանը, տարածաշրջանում հեգեմոնի կարգավիճակի համար Թուրքիայի հետ պայքարը, բայց ոչ Հայաստանը։ Հայաստանի հանգամանքը ես չեմ ուզում, որ այսպես ժողովրդական լեզվով ասած սղծնեն, թե դա Իսրայել-Հայաստան օրակարգային հարցի մեջ է, տիրույթում չէ, պարոն Ստեփանյան, ցանկացած տապ, adekvat եւ անաչառ մարդ հասկանում է, որ սա այն դեպքը չի, որ փորձում են միջպետական հարաբերություններում նոր լիցք հաղորդեն, մերձեցում է, դիվանագիտական մի լեվելի բարձրացման համար է սա արվում, բնավ սա։ Եկեք անկեղծ շիդակ խոսենք, մենք հասկանում ենք, չէ, որ Իսրայելը այն պետությունն է, որը որ չագերտավոր նախ հերիք չի, որ սեպագանաշնորհել է գենոցիդ բառը ու փորձում է այդ համատեքստում կարծես մի լավ բան ամենաշնոր են հաստատել, որ բացառապես իրենք են ցեղասպանված ազգ, բայց իրանք էլ լավ գիտեն իրենք ինչ են արել Գազայում եւ շարունակաբար անում են մեկ, իրանք գիտեն թե ու իրենց համար դա լավ նախադեպ էր Գազայում հետագայում գործողությունների սցենարը մշակել, այն ինչը որ էթնիկ զտումներ տեղի ունեցավ Արցախում, մենք չենք մոռանում, իհարկե սա ոչ թե ինչ որ էմոցիոնալ խոսակցության հարթույթում է իմ ասածը, ոչ էլ սպեկուլյատիվ բնույթ թող կրի, բայց սա այն տիրույթում է, որ մենք գիտակցում ենք, որ նա Ադրբեջանի տարածաշրջանում համագործակցող պետությունն է, նա այն երկիրն է, որ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի այս պահին Ադրբեջանի հետ, ես չեմ կարծում, որ նրանք կասկածի տակ կդնեն այդ հարաբերությունները կամ կվարկաբեկեն իրենց վարկագծով, բայց այստեղ կա որոշակի նյուանսներ։ Իհարկե Ալիևը փոքրիկ ճղաձգումներ ունեցավ, բայց ես չեմ կարծում, որ մտահոգությունը կհասնի նրան, որտեղ գիտակցում են, որ Կնեսետը կարող է չհաստատի։ Հետևաբար սահմանափակվեն այսքանով։ Եվ նաև Իսրայելը այն պետությունն էր, որը որ ինչ խոսք զինել է Ադրբեջանին Հայաստանի հետ ռազմական գործողությունների Արցախյան հայտնի վերջի գործողությունների ժամանակ, պատերազմի ժամանակ զինել է իր մասնագետներին է տրամադրել եւ այլն։ Նորից եմ կրկնում, սա այն խոսույթի տիրություն չի, որ այսպես էմոցիոնալ կամ նեղացկոտ վարկագծի համար եմ ասում, սա ասում եմ ուղղակի գիտակցելու համար, որ իրենց քաղաքական օրակարգում Հայաստանի հետ հարաբերություններում միջպետական
հարաբերություններում ինչ-որ նոր փուլ, նոր լիցք հաղորդելու համար ես որևիցե ինչ-որ ագնարկ չեմ նկատում, մեկ չեմ տեսնում ինչ-որ գործիքակազմ, որ իրենք պատրաստական են դրսևորել, որպեսզի ամբողջ այդ ճարտարապետությունը միջպետական հարաբերությունների փոխեն։ Հետևաբար այստեղ պետք է հասկանանք, ընդ որում ես շատ նորմալ եմ ընդունում, որ անգամ գործող իշխանությունները շատ սթափ վարքագիծ դրսևորեցին, ինչ որ հadoop շնորհակալական խոսքեր չհնչեցրեցին, որտեղ այդտեղ շնորհակալության ինչ որ գործառույթ չկար որպես այդպես։ Այսպեսի հարց, պարոն Կարապետյան, եթեներով եմ կառուցելու, կներեք, ենթադրենք, որ Քնեսետը հոկտեմբերին հավաքվում է նոր գումարման Քնեսետը եւ ճանաչում է, վերջնականապես ճանաչում է ցեղասպանության փաստը։ Ենթադրենք, որ դրանից հետո Իսրայելը վերջապես Երևանում բացում է դեսպանություն։ Մենք ունենք իրենց մոտ դեսպանություն, իրենք չունեն։ Ենթադրենք, որ բացում են։ Այս երկու քայլը բավարար է եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության շահերից հանդես է գալիս, համապատասխանում է, որ մենք Իսրայելի հետ կառուցենք նոր որակի հարաբերություններ, օրինակ տնտեսության ոլորտում։ Շատ լավ հարց եք տալիս, ընդհանրապես ես միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը կաշկանդված չէ ցանկացած քաղաքական քարտեզի վրա որևիցե պետության հետ հարաբերությունների կառուցելուն։ Լինի դա Իսրայել, թե նորաստեղծ պետություն կամ աֆրիկյան ինչ-որ այլ պետություն։ Խոսքը վերաբերում է, եթե դա բացառապես ազգային ու պետական շահերից է եւ առաջնահերթությունը տրվում է միջպետական հարաբերություններում, հատկապես տնտեսական գործոնը, որը ի բարօրություն է հայ ժողովրդի եւ պետության, բնականաբար դա ողջունելի է։ Եվ այստեղ նաեւ ուրիշ բան, ուղղակի պետք է հասկանանք, որ այդ քաղաքական քարտեզի վրա այն պետություններ կան, որոնց որ յուրահատուկ մոտեցում կա։ Այսինքն Իսրայելը ստանդարտ պետություն չի, որի հետ ուղղակի դու դիվանագիտական հարաբերություններ ես կառուցում, ասած ձեզ Հայաստանում դեսպանություն, հա, սիմետրիկ այնտեղ եւ այլն։ Մենք նախ հասկանում ենք, որ այստեղ յուրահատուկ հարաբերությունների ստեղծման մասին կարող է լինել խոսքը, որը որ չի սահմանափակվելու զուտ դիվանագիտական շենքեր բացել դիվանագետների ներգրավվածություն։ Խոսքը կարող է գնալ այո տնտեսական համագործակցություն, ռազմավարական տեսանկյունից համագործակցության, ընդ որում այստեղ ես մի հատ մեծ կարևոր կետ կասեի, դա այն է, որ Իսրայելը երբևիցե չի դրսևորվել մի վարքագիծ, որը տանում է, որ Ադրբեջանի հետ է բացառիկ եւ միակ գործընկերային հարաբերությունները, այսինքն ես չեմ կարծում, որ որքան էլ Ադրբեջանի հետ այս պահին մենք գիտենք իրենց բարեդրացությունը եւ ռազմավարական դաշնակցությունը, այսինքն դա սահմանափակի իրենց, որ Հայաստանի հետ նույն տրամագծորեն նույն հարաբերությունները հաստատեն։ Ուրիշ բան է խանդի տեսարաններ, ինչ որ քինապահություն եւ այլն, բայց դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Հետեւաբար այստեղ կարելի է հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում Իսրայելից կամ ինչ ենք ակնկալում եւ Իսրայելը ինչ է ակնկալում եւ դա պետք է նայենք այն ուրվագծվով, որը որ կոչվում է եւ տարածաշրջանային եւ գեոպոլիտիկ տեսանկյունից եւ այստեղ է որ ել եմ կրկնում դա ունիկալ պետություն է, որը պետք է հասկանաս, թե իր նպատակները քեզ հետ հարաբերվելուց որոնք են, իրանց ակնկալիքները որոնք են, սպասելիքները որոնք են։ Եվ այստեղ է որ վտանգներ կարող է իր մեջ կրի այդ հարաբերությունները, որովհետև եթե դա կրում է հագա-թուրքական բնույթ, ապա դա պետք է հասկանանք մեր ազգային պետական տեսանկյունից սպառնալիքների մեջ պարունակում է այդ հարաբերությունների կարգավորումը, որովհետև այդ հարաբերությունները անգամ կարող են առաջի հայացքից տնտեսապես, քաղաքականապես լինել իդեալական հարաբերություններ, բայց աշխարհակաղակական տեսանկյունից իր մեջ վտանգներ պարունակեն։ Ես դա էլ չեմ բացառում։ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների մասով եւս երևի թե վերջին հարցը, ինչպիսի զարգացում պետք է ունենան Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, ինչ պետք է տեղի ունենա, որ հոկտեմբերին Քնեսետը չընդունի այդ բանաձևը։ Պարոն Ստեփանյան, ես այն կարծիքի եմ, ընդ որում ինչ որ ասեմ, հղում եմ տալու պատմության ելևէջներին, դեպքերին եւ փորձությունները, որը որ անցել են այդ հարաբերությունները։ Միշտ եղել է նման սուր իրավիճակներ այդ հարաբերություններում Իսրայել-Թուրքիա, բայց միշտ մի պահ է, երբ որ հասնում էր կուլմինացիային, որ հեսա կտեսնենք ինչ որ բախում անգամ, միշտ այդ ամեն ինչը եկել է հանդարտեցմանը գնացել ու կարծես կառուցողական դաշտ են բերվել այդ հարաբերությունները, միշտ վերահսկել են եղել երկուստեք։ Ես միշտ այն կարծիքին եմ մնում, որ չի կարող Թուրքիայի եւ Իսրայելի միջև լինել այնպիսի իրավիճակներ, որը տանի առճակատման առավելևս ռազմական սցենարի։ Ինչքան էլ լսենք անտագոնիզմ, հակակրանք, թշնամություն եւ այլն նման կոչեր անգամ հորդորներ,
դրանք միշտ կրել են զուտ քաղաքական բովանդակություն եւ գործնական փուլ չեն մտել։ Ինչքան է եղել, որ նույն Սիրիայի հարցով, Լիբանանի հարցով սպառնացել է Թուրքիան, ինչքան է եղել, որ բարձր վերպետական ացիաներում հագա-իսրայելական վարկագիծը դրսևոր Թուրքիան, բայց վերջում էլի ինչքան էլ փոխադարձ բումերանգային մեղադրանքներ, բայց այդ հարցը կարգավորը։ Ես գիտեք, այն կարծիքին եմ, որ այդ զսպող երկուստեք իրար զսպող մի հատ գործիք կա, որը որ իրենք հասկանում են, որ ստապ գիտակցելով, որ դա չեն կարող այդ կետը անցնեն, այդ Ռուբիկոն կա իրանց մեջ տրված։ Եվ իրենք հասկանում, ընդ որում այստեղ շատ լուրջ մի հատ նաև աշխարհակահական ճարտարապետություն է ձևավորվում։ Եթե դուք տեղյակ եք, հայտնի ճանապարհն են ուզում վերաշահագործել, հա, որը որ անցնում է այսքան տարիներ բաղձալի երազանք էր նաև Թուրքիայի եւ որը որ անցնելու էր Իսրայելի տարածքով, Սիրիայով, Լիբանանի հարակից տարածքներով։ Եվ ես կարծում եմ, որ այսա եթե կենսականորեն ի կատարածվի, ես ավելի քան վստահ եմ, որ նոյեմբերին այդ կնեսետի հավանական ձեր հարցադրումը, որպես այդպիսին հանգուցալուծում հայոց ցեղասպանության վերջնական ամբողջական ճանաչում չի լինելու։ Եթե այս պրոյեկտը, որը որ մեգա պրոյեկտ, լոգիստիկ մեգա պրոյեկտ է, իր կատարածվի ու կյանքի կոչվի։ Պարոն Կարապետյան, փոխենք մի փոքր մեր զրույցի հունը։ Շատ է քննարկվում, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, որքանով ես գիտեմ, մեր հետ հարաբերություններ ունեցող կամ չունեցող պետություններից միայն Պուտինը եւ Իլհամ Ալիևն է, որ չեն շնորհավորել, հա, ինչու՞։ Չէ՞ որ ռազմավարական դաշնակիցներ։ Կարելի է շատ այսպես խորացնել հարցի էությունը, բովանդակությունը եւ այլն փորձել ինչ-որ բաներ, բայց շատ մագերեսային պատասխան կա այստեղ, որովհետեւ այս պահին ժողովրդական լեզվով ասած ներհայաստանյան քաղաքական ռասկլադը դեռևս ձեռնտու չի։ Նախ Ռուսաստանին իդեմս նախագահ Պուտինին ձեռնտու չի այն ինչ որ կուլմինացիա որպես այդպեսին իհարկե դերևս սահմանադրական դատարանի վերջնական որոշումը ու հավանական ուրեմն փողոցային պայքարի գեներացման օրակարգն ու հնարավորությունները, որի մասին ակնարկում են դիմությունը, իսկ մենք գիտենք իրենք ինչպես են, հա, ճատագով որպես այդպեսին ընդդիմադիր ուժերին, հասկանում ես, որ գուցե իրենք թողել են այդ շնորհավորանքը լավագույն դեպքում, այսպես չագերտավոր, երբ որ իրոք տեսնեն, որ ոչ մի գործիքակազմ, ոչ մի մեխանիզմ չի գործում, ընդդիմությունը օրինակ ընդունում է ընտրությունների վերջնարդյունքը, էական չի մանդատ վերցնում են, թե չեն գնում են ԱԺ թե ոչ, բայց նոր այդ ժամանակ համարեն, որ իրավաչափ է, ամեն ինչ ընդունելի է, հետևաբար նոր շնորհավորանքը։ Որպես այդպեսին, պարոն Ստեփանյան, ամենայն դեպս Ռուսաստանի Դաշնությունը այն խորքային պետությունն է, որ յուրաքանչյուր հետ կաշխատի, ոնց կաշխատի, իրանց ձեռագիրը մենք լավ գիտենք։ Ուրիշ բան, որ իրենց քիմքին հաճո պետք է իրենց համար լիներ, որ իրենք ուզենային այն ռասկլադով Հայաստանը դիդարգելով հարաբերվեին, որով որ իրենք են պատկերացնում, իրենց հաճելի ուժերով, իրենց հաճելի մարդկանցով, իրենց կողմից նշանակված կամ իրենց կողմից աջակցություն ստացած ուժերով, հետևաբար իրենք սպասում են, ընդ որում ասեմ, ուշի-ուշով հետևում են ներքաղաքական զարգացումներին եւ շատ դեպքերում այսպես գեղեցիկ փաթեթավորված ասում են, որ հայ ժողովրդի դաշտում է գնդակը, թող իրենք որոշեն, օրինակ Եվրոմիություն են գնում, թե ԵԱՏՄ-ից դուրս գալիս, թող իրենք որոշեն, թե հարաբերվում են Ռուսաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում էլի մնում են եւ այլն, հայտնի այդ խոսույթները։ Հետևաբար այստեղ հասկանալի է, որ այս պահին իրենք սպասում են այդուհանդերձ սահմանադրական դատարանի որոշմանը եւ թե ինչպիսի գնահատական կտա ընդդիմությունը կընդունի ընտրությունը վերջնարդյունքը ընտրությունների թե ոչ։ Հետևաբար անգամ իր մասնակցության փայ բաժինը նաև կհասկանա թե ինչպիսին կլինի, որտեղ ես չեմ կարծում, որ նրանք համակերպվելու են այս իրականության հետ, որը որ այս պահին կա։ Եվ իրենք էլ են ավելի քան վստահ եմ զարմացած, որ ներքաղաքական այնպիսի ինտրիգներ, որ ձևավորվում է, չի տանում այնպիսի էքսցեսների, որ կրիտիկական զանգված դուրս գա փողոց, ընդ որում ընդդիմությունն է գիտի, որ իրենք այդ խնդիրը ունեն, ռեսուրսի խնդիր կա դուրս բերելու եւ այլն, հետեւաբար խելոք պետք է ընդունեն արդյունքները ու համակերպվեն այսօրվա իրականության հետ կամ քաղաքական process-ի մեջ ներքաշվեն կամ իրենց հերու պահեն փորձեն այդպես խորհրդարանական ճգնաժամ ստեղծեն։ Ռուսաստանն էլ փորձելու է մաքսիմալ իր ունեցած հնարավորություններով ազդեցությամբ
ներքաղաքական process-ներին իբր ամենայն դեպս չներքաշելով իրեն, մաքսիմալ անի, որպեսզի ընդդիմությանը ինչ որ ձև օգտակար լինի այս հարցում։ Հələ որ այդ этаպում են դրա համար շնորհավորանք չկա, Ալիևի մասով էլ եկեք անկեղծ ու շիրդակ խոսենք։ Ալիևի մասով եթե դիտարկում ենք, որ նրա գերնպատակը ոչ թե մեծ հաշվով այո, ես Ալիևից չեմ սպասում, ես Չէ, որ ասեցինք շնորհավորանքը երկուսը չի շնորհավորը եւ մեկ էլ մտորել չեմ սպասում։ Հա, արդեն գիտենք ինչ է։ Այս բան Կարապետյան, տեսեք, հիմա ձեր խոսքերից եմ դատում, ստացվում է կախարդական շրջան։ Եթե Պուտինը սպասում է ընդդիմության արձագանքին, ՍԴ-ի որոշմանը, որքանով ես հասկանում եմ, ընդդիմությունն է սպասում է Պուտինի արձագանքին։ Դենց իրար սպասելով իրենք կարող են դեռ երկար մնալ։ Տեսեք, ես այսպես եմ վերագրում իրավիճակը։ Իրենց մոտ կա հարաբերվելու ինչ-որ մի հատ մեթոդ, շփման ջր կուլտուրա։ Ըստ որի մեկը մյուսին ինֆորմացնում է, ինչ փուլում են, ինչ են պատրաստվում անեն, գուցե եւ կարծիքներ են լսում, խորհուրդներ կամ ճանապարհային քարտեզու օրակարգ են անգամ ակնկալում կամ իրենք առաջարկներ անում, փաստը այնա, որ այս պահին կարծես կա երկուստեք այս ստատուս քվոից ելնելով եմ ասում, որ պետք է սպասենք, տեսնենք սահմանադրական դատարանի որոշումը ինչպիսին։ Այդուհանդերձ թող հնչեցնեն, բարձր դատարան է վերջի վերջո, թող իր կարծիքը հնչեցնի, ըստ այդմ արդեն կորոշենք։ Մեր վարկագիծը հետագայում ինչպիսին կլինի։ Բայց տեսեք, այն խոսույթում, որ պատտվում է, որ քաղաքական պայքար պետք է գեներացվի, մի շարք քաղաքական ուժեր կոնսոլիդացիոն աշխատանքներ են տանում, պարզ է, չէ՞ որ 7-8 քաղաքական ուժեր, անկախ նրանց բովանդակությունից ու բնույթից, եթե համատեղ ինչ որ սցենար են մտածում, ինչ որ բանով պետք է ամենայն դեպս ժողովրդին ներկայանան ու ինչ որ օրակարգ գեներացնեն, բնականաբար այնպես պետք է այդ ամեն ինչը ներկայացվի, որ ռուսական հանգամանքը արանքը չտեղավորվի, այսպես ասած, մեղմ ասած, բայց ակնկալում են Ռուսաստանի օժանդակության աջակցությանը, ես որովհետև կարծում եմ ու մնում եմ այդ կարծիքին ու պնդում եմ այդ կարծիքը, որ առանց դրսի օգնության, իդեմս Ռուսաստանի օգնության իրենք չեն կարող որևիցե գործառույթ այստեղ իրականացնել։ Անկամ այդ քրիտիկական զանգվածի ռեսուրսի մասով էլ առավել եւս ընտրություններից առաջ տեսանք ոնց են իրանք միջնորդում, միջամտում, մարդիկ ուղարկում եւ այլն եւ այլն։ Հետեւաբար հասկանում ենք, որ հիմա իրավիճակը մի փոքր այլ է, մի փոքր այլ չի, շատ այլ է։ Այստեղ պետք է վերադասավորումներ լինի ու հասկանան, թե ինչպեսի մարդկանց մանավանդ եթե իշխանությունները գնան այնպիսի քայլի, որ չագերտավոր թլխադեն քաղաքական լիդերներին, ենթադրենք, եթե նման պլան կա կամ ծրագրերում, ու եթե հանգարց անգամ քննարկվի հետընտրական process-ներ գեներացման համատեղ, անգամ եթե իշխանությունները ուզեն գնան ընտրությունների, որը խիստ կասկածելի է ըստիս, անգամ չի էլ քննարկվում այդ սցենարը, բայց խոսք եղել է, Ռուսաստանը կառաջարկի իր սցենարը։ Պարոն Կարապետյան, դուք չնշեցիք ամբողջը, ես նշեմ, ես կարող եմ ինձ դա թույլ տալ։ Տեսեք, ընդդիմությունը, այդ ռուսամետ քաղաքական ուժերը, 3 հայտնի ռուսամետ քաղաքական ուժերը նախընտրական շրջանում, սա ես չեմ ասում, հակակոռուպցիոնն է ասում, գումար են բաժանել մարդկանց, բերել են իրենց հանրահավաքների գումարներով, տարել են ընտրատեղամասեր գումարներով, ամենայն դեպս ձայնագրություններ այդ մասին։ Ռուսաստանից են մարդկանց բերել այդ թվում նաև իրենց հանրահավաքներին եւ ընտրություններին։ Հիմա ի՞նչն է իրենց խանգարում, այդ նույն գործիքակազմը կիրառելով փորձել փողոցում հավաքել մարդկանց, որոնք կպաշտպանեն իրենց ձայնի իրավունքը, օրինակ նույն Բարգավաճ Հայաստանի ստացած ձայները, որոնք հիմա դրվել են հարցականի տակ, ի՞նչն է իրենց խանգարում, չէ՞ որ այդ փողերը մենք դա էլ գիտենք, դա Ռուսաստանը չի տվել։ Դա նույն հայերի, հայ բիզնեսմեններին, երևի թե նույն պարոն Կարապետյանի, չգիտեմ, մեր ովքեր են ֆինանսավորել այդ ամենը, այդ փողերն է, Ռուսաստանը իր գրպանից այդ փողերը չի տվել։ Հիմա փողերը իրանց ձեռքում է, այդ ժողովուրդը կա, ի՞նչն է իրենց խանգարում այդ ակտիվությունը փողոցներում գեներացնել, օգտագործելով նույն միջոցները։ Որովհետև գալիս ենք մի պարզ եզրահանգման, որտեղ ժողովուրդը ստապ գիտակցում այդ ամեն ինչ, որ դուք հիմա թվարկում եք, ժողովուրդը այդքան հասկանում է, քաղաքական գիտակցության մագարտակը գոնե ներում է, չէ՞ այդքանը գիտակցելու։ Հետևաբար այդ մեծ իրանց համար խոչընդոտ է եւ իրանք այս մասով ալիբի չունեն, որբիսին ինչ որ մի հատ քաղաքական այնպիսի օրակարգ գեներացնեն, որ դրանով բերեն ժողովրդին ինչ որ գոնե մի զանգված հանեն փողոց։ Այսինքն ինչքան էլ ֆինանսապես իրենք պատրաստ են գնալ։ Երկրորդը իրենք այս մասով ինչ որտեղ չագերտավոր խոհեմ են հիմա։
Այո, խոհեմ են, որտեվ հասկանում են, որ դա ընդամենը ֆինանսի վատնում կարող լինի, որտեվ կրիտիկական զանգված հանել փողոց ու փողոց գեներացնել փողոցային պայքար, իրենց մոտ դա չի ստացվի։ Ես ավելի քան վստահ եմ, իրանք ինչքան էլ հիմա ժողովրդին ներկայացնեն, որ մենք բախումներ չենք ուզում, մենք արյունահեղություն չենք ուզում, դա ողջամտության սահմաններում է իհարկե, բայց ես ավելի քան վստահ եմ, որ իրանք գիտեն, որ փողոց ուղղակի չեն կարող գեներացնել։ Եվ այստեղ ֆինանսական այդ հնարավորությունները երկրորդային, երրորդային են դառնում։ Եվ երկրորդը իշխանությունները դաս են չէ քաղել այս մասով։ Ինչ որտեղ դաս են քաղել, որ տեսել են այդ կանալները, ֆինանսական աղբյուրները, հոսքերը, մարդկային ու ֆինանսական հոսքերը ոնց է լինում։ Այսինքն ինչպես են իրենք փորձում այդ ամեն ինչը կյանքի կոչեն, դեմ առնելու process-ները։ Հետևաբար իրենք հիմա մաքսիմալ պետք է հույսը դնեն, որ ինչ որ ժողովրդին հանելով փողոց պետք է քաղաքական այնպիսի պայքար ձևավորեն, որտեղ որ բացառվի այդ ցանկացած սցենար ու որը որ հանգարց տանի դեպի Ռուսաստան։ Այս ամբողջ բանից։ Բայց էլ եմ կրկնում, ժողովուրդը հիմա ստապ գիտակցում է, հասկանում է պահի լրջությունը, հասկանում է այդ ներքաղաքական ինտրիգներին տարբեր երկրների այդ մասնավորապես Ռուսաստանի մասնակցությունը ներգրավվածությունը իրենք թույլ չեն տալիս։ Եթե իրենք մի գրամ զգային, որ իրենց մոտ կհաջողվի քաղաքական փողոց գեներացնելու պայքար այդտեղից տալ, ինչ որ մի հատ ճանապարհային քարտեզ ոնց էլ լինի, մի խելոք կլներ մեջները, որ կնստեին ինչ որ մի հատ բան կմոգոնեին, քաղաքական օրակարգ կգեներացնեին ու փորձեին բան։ Բայց այստեղ ավելի քան նաև վստահ եմ, որ գործող իշխանությունների համար սա դաս էր, եւ եթե այդքան խախտումներ են հայտնաբերել ու հասկանում են այդ ցեպը չկասվածը որտեղից է գալիս, իրենք կարող են այդ դեմը առնել։ Հետևաբար իշխանությունները այստեղ էլի անելիք ունեն, որպեսզի կանխեն ձեր ասած հավանական ցանկացած սցենար։ Պարոն Կարապետյան, որքանով ես հասկանում եմ, ես կարող եմ սխալվել, խնդրում եմ ինձ ուղղեք, եթե սխալվում եմ, այս պահին ՍԴ-ում քննարկվում է մեծ հաշվով հիմնական մեկ հարց, դա Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում գտնվելն է, թե չգտնվելն է։ Հիմա հարցը այսպիսինն է. ինչ է փոխում ընդդիմության համար ռուսամետ ուժերի եւ իշխանության համար, ԿՊ-ի համար Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում լինելը կամ չլինելը։ Շնորհակալ եմ, շատ ճիշտ տեղին հարցադրում եք, իրականում շատ ճիշտ եք, բայց այստեղ նաև մի փոքր այլ այստեղ ոչ միայն քննարկվում է մանդատների հարցը, այստեղ քննարկվում է նաև ընդհանուր չեղարկման հարցադրությունները, որտեղ տարբեր ուժեր, տարբեր դիմումներ են, տեսեք միասնության թևերն էլ դիմումներ ներկայացրել հենց չեղարկման մասով։ Ես կարծում եմ դա ռեալ չի։ Դե հա, միակ բանը, որը կարելի է այսօր քննարկել, ես դրա համար ես կարող եմ սխալ։ Դա Բարգավաճի հարցն է, այո, որտեղ այդ պահը, այո, ըստ իս չեղարկվելու է։ Բարգավաճն է կասկածի տակ հարցակտակ, բայց գոնե ինչ որ դե process-ը պետք է գեներացվի, չէ՞, մի բան պետք է արվի, որ ցույց տան, որ բան։ Հələ ուրիշ մի հատ էլ հարց է, թե հանգարց ՍԴ-ն որոշի, որ ոչ մի բան չի փոխվում ու ստացվում է այդ երկու քաղաքական ուժերն են մտնում որպես ընդդիմություն, մանդատը վերցնում են, շարունակում են աշխատել։ Այստեղ է ուրիշ խնդիրը, որտեղ գիտեք ինչ հայտնի հայտարարություններ են անում։ Այսինքն իրարամերժ հայտարարություններ գալու, որտեղ իրենք բացարձակապես չեն ընդունում լեգիտիմություն այս ընտրությունների, հետեւաբար սա կասկածի տակ է դրված ամենաբարձր ձևով։ Հենց մանդատները վերցնեն նշանակում է ընդունում են լեգիտիմություն։ Այո, հիմա այստեղ խնդիրը ինչն է, այստեղ նու հասկանալի է, եկեք մի հատ մյուս կողմից էլ հարցին նայենք։ Գործող իշխանությունների համար, գիտեք, ես կարող եմ կապել դա բացառապես, չգիտեմ, այն ինչը որ խոսույթում կա սահմանադրությանից հռչակագրի մասի հանման համար 2/3-ը 3/5-ի մասը ապահովել է։ Հետո մարտագողության ցանկացած սցենար, որ կարա դիտարկվի, գիտեք, դա խելամիտ տարբերակ, կարանք մենք դա առողջ ենթադրությունների մեջ է մտնում, որ կարող է իշխանությունը նման բաներ թույլ տալ իրան, որովհետև եթե գնում ենք այն տրամաբանությունից, որ սահմանադրության հռչակագրի փոփոխության համարադարվում, այլ ոչ թե գլոբալ խորհրդարանում, նորմալ խորհրդարանում վերջապես ունենալու համատեքստում։ Բայց այստեղ այո, իրենց համար, նույն իշխանությունների համար մեծ հաշվով հասկանալի է, որ 2/3 եւ 3/5-ի մասը ապահովելու համար, գիտեք, երկու սցենարն է ձեռնտու է։ Երկու սցենարն է, որ ԲՀԿ-ն դուրս մնա։ Այստեղ ուրիշ բան թե քաղաքական ինչպիսի արձագանք, ընդ որում այստեղ պարոն Ստեփանյան, ես հատուկ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ միջազգային տարբեր աշխարհական կենտրոնների դիրքորոշումն ու վարկագիծը ոնց է լինելու։
Ես կուզենայի, որ օրինակ եթե այդ պարագայում դիտարկվեր, որ դա բացարձակ լեգիտիմ է, ընդունելի լինեն, այլ ոչ թե ինչ որ մեկը մտահոգություն ունեներ լեգիտիմության առումով, որտեղ դա խնդիր է, ուրիշ բան, որ իրենք թեստը ինչ կգեներացնեն, ինչ չեն գեներացնի։ Ստե մի հատ այդ խնդիրն է կա, որտեղ էլի ինչ որտեղ եկեք ընդունենք, որ նվազ լեգիտիմություն ենք նկատել ու դա փաստ է, որտեղ չէր կարա 2 ընտրատեղամաս, 3 ընտրատեղամաս այդպես առ ոչինչ համարվեր ընտրությունների հարցը։ Այստեղ իրոք մի հատ լուրջ խնդիր կա, սահմանադրական անգամ լուրջ խնդիր կա։ Սա իհարկե թողում ենք իրավապաշտպանների, իրավաբեգետների ու սահմանադրագետներին, բայց այս պահին MBC Rasklada եւ MBC ընտրական օրենսգիրքը Հայաստանում, որ ԲՀԿ-ն լինի չլինի, իրենք կարող են իրենց գործունեությունը հստակ կատարել, հետևաբար այնպես չի, որ հիմա իրենք պետք է քաղաքական ինտրիգներ ստեղծեն կամ իրավիճակը փոխեն այնպեսի, որ ԲՀԿ-ի ձայները վերականգնվի։ Իսկ ընդդիմությունը Ենթադրենք եկավ ԲՀԿ-ը։ Այդ եմ ասում, այստեղ էլի ավելացավ։ Չէ, պարոն Ստեփանյան, գալիս ենք էլի նույն հարցադրմանը։ Եղբայր, հիմա դուք պայքարում եք, որ այդ ձայները վերականգնվեն ու դուք մտնեք այդուհանդերձ։ Բայց եթե դուք ասում եք, որ առհասարակ ընտրությունները կեղծված են, ռեսուրսը, այդ դեպքում այսինքն քո պայքարը ո՞րն է, որ հիմա ներողություն, այսինքն 5 ձայնը վերականգնեք, հետո ինչ որ մի հատ ալիբի գտնեք, հա, այսպես խելամիտ ինչ որ մի հատ ձևակերպում գտնեք, փաթաթեք ժողովրդի վզին, ասեք, չէ, բայց ճիշտ է, մենք պետք է գնանք, որ այնտեղ ձեռքը բռնենք, չթողանք այնտեղ մեն իշխանության բան, հա, այսինքն նպատակը օրինակ պայքարի արդյունքները ջուրը չգցեն։ Բարգավաճ արդեն խորհրդարանում է։ Այդտեղ հակասություն է գալիս, դրա համար ժողովուրդը ասում է, մի հատ կողմնորոշվեք, մի հատ հասկանանք։ Դրա համար այդտեղ կա նաև խորը հիասթափություն։ Վերջին իմ թվարկածներից զատ կա խորը հիասթափություն, որ իրենք դրա համար էլ գիտակցում են, որ նույն ժողովուրդը անգամ է, որ իրանց անդր է։ Չի դուրս գալու փողոց, որտեվ ասում են, եղբայր, հիմա ձեր խնդիրը մեկ ասում եք, որ այս ընտրություն, այս խորհրդարանը ոչ լեգիտիմ է, հիմա գնում եք դոշ եք ծեծում, որ 5 ձայնը վերականգնեք, չէ որ պետք է վերականգնեք։ Եվ երկրորդը, լավ, օրինակ ՍԴ-ն վերականգնեց, ասած ձեզ։ Հիմա մանդատը վերցնում եք, գնաք նստեք, մենք դրան ենք սպասում, կամ ձեր նպատակը դա, ընդ որում քաղաքական ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն, այդ մասով չի ակնարկում, չի, երբ որ իրենց ուղիղ հարցադրում են լինում, չկա պատասխան։ Այն դեպքում, երբ որ ամենաշատը իրենք պետք է խոսեն, չէ՞։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Կարապետյան։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Մեր եթերը շարունակվում է, իմ հյուրն է Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, գիտնական, տնտեսական գիտությունների թեկնածու Համազազբ Գալստյանը։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Պարոն Գալստյան, վաղուց չենք խոսել, դա չի նշանակում, որ Երևանում խնդիրները վերջացել են, որքանով ես հասկանում եմ, նրանք գնալով միայն եւ միայն աճում են եւ ավելանում են։ Խոսենք այսօրվա Երևանի հիմնական խնդիրներից, միանգամից երբ ասում ես Երևան, առաջինը դա տրանսպորտն է, տրանսպորտային կոլապսն է։ Շատերը ասում են կոլապս է Երևանում, ես Մոսկվայում տեսել եմ խցանումներ, ես գիտեմ, որ սա կոլապս չի դեռ, բայց այսպես ասեմ, երթևեկությունը շատ դժվարացել է եւ գնալով սա է ամենավտանգավորը ինձ համար։ Ես տեսնում եմ, որ շարունակում է դժվարանալ։ Շարունակում են նոր խնդիրներ առաջանալ, հին խնդիրները չեն լուծվում կամ լուծվում են այնպես, որ առաջացնում են նոր խնդիրներ։ Հիմա քաղաքապետարանը սկսել է խոսել այսպես կոչված կայանատեղերի մասին քաղաքի ծայրամասերում եւ դրսից պետք է մեքենան գա, ինչ որ շրջաններում, տարածաշրջաններում ապրող մարդիկ մեքենան կայանեն այնտեղ, նստեն հանրային տրանսպորտ եւ իջնեն կենտրոն։ Այս մտահղացումը ձեր կարծիքով ինչ վտանգներով է եղի մեզ համար։ Շնորհակալություն հրավերի համար, ձեր ժպիտը եւ այդ ձեր ծիծաղը արդեն ժպիտը չէ անգամ ծիծաղը ցույց է տալի, որ խնդիրը իրոք ոնց որ թե հիմնային լուծումների տիրույթում չի, այլ օպերատիվ կառավարման փոքրիկ դրվագ է, որովհետեւ նախ ես ուզում եմ ասել, որ իրոք երբ որ խնդիրները մենք նայում ենք ուղղակի հետևանքների լուծման առումով, չենք նայում պատճառների, մենք գնում ենք ուղղակի օպերատիվ կառավարման։ Քաղաքային իշխանություն իհարկե օպերատիվ կառավարումը Երևանի նման քաղաքում դա հիմնական բաղադրիչն է կառավարման։ Բայց օպերատիվ կառավարումը հիմնախնդիրը չի լուծում։ Այո, բայց օպերատիվ կառավարումը լուծում է դրվագային խնդիրներ։ Հիմա տեսեք, քանի որ մենք կարող ենք լայնացնել հարցը տրանսպորտային, բայց կոնկրետ
այդ կայանատեղիների հետ կապված ասեմ, որովհետև սա իհարկե շատ լավ գաղափար է եւ այդ գաղափարը օթիշ չի, ամբողջ աշխարհում է այդպես, բայց Երևան քաղաքում 25 թվականի գոնե տվյալներով հաշվառված է 350,000 ավտոմեքենա։ 350,000։ Ամբողջ հանրապետությունում դա կազմում է մոտ 1 միլիոն, բայց մերձ Երևանյան տարածքում կարող է լինել, որ օրական Երևան մուտք է գործում եւս 50 կամ 70,000։ Այսինքն դա 1/5 մասն է այն ծավալի, որը Երևանում արկա է արդեն։ Երկրորդ, ինչ այսպես ասած հնարավորություններ են ունենալու այդ ավտոկայանատեղիները, որտեղ են դրանք կառուցվելու։ Պարզ է, որ ըստ երևույթին հիմնական մետրոյի կայարանների գոնե կամ խոշոր ավտոբուսային հանգույցների տիրույթում։ Երևանը ինչ հնարավորություններ ունի հողատարածքային առումով կառուցելու հզոր ավտոկայանատեղիներ։ Եթե խոսքը վերաբերում է 1000, 2000, անգամ 3000 ավտոկայանատեղիներին, դա ոչինչ չի փոխում, եթե անգամ դրանք 5-ն են, որովհետև ես ասում եմ Երևան քաղաքում 400,000-ի կարգի ավտոմեքենա է օրական շրջանառվում, ու լավ 300,000-ի։ Այսինքն այդ 15,000-ը չի լուծելու խնդիրը։ Կոպիտ ասած փողոցում մեքենաները ավելի շատ են, քան մարդիկ։ Այո։ Նույն ժամանակում։ Այո։ Տուրիստներն էլ հետ է։ Դուք պետք է նկատած լինեք, դուք էլ վարորդ եք, դուք պետք է նկատած լինեք առավոտյան ժամերին մեկական ուղևորով, այսինքն վարորդ մեքենաները որքան են։ Այսինքն դրանք եթե 70 են, փողոցը արդեն ձեր ասած կոլապսի տակ է։ Իդեպ հիմա ամառային արձակուրդների ժամանակ այդ քանակը դեռ քրիտիկական չի։ Սեպտեմբեր ամսից, երբ որ այդ մեկական մի երեխա նստելու է տաքսու մեջ, մի վարորդով, ու իջնելու է քաղաք, կենտրոն, եւ հետո հետ է գալու, տասնյակ հազարներով ավելանալու է դա։ Ճիշտ եք, եւ հիշում եք, երբ որ փոքրարժեք թվից կենտրոնում կայանատեղին դարավ հսկայական թիվ, քաղաքային իշխանությունները ասում էին հանգիստ եղեք, սա լուծելու է շատ հարցեր։ Դա ոչ միայն չլուծեց հարցերը, դժգոհության այդ փաթեթով քաղաքային իշխանությունները վերցրեցին իրանց վրա եւս մի քանի ծանր փաթեթներ, որովհետեւ չլուծվեց այդ խնդիրը։ Ես խնդրում եմ հիմա մի պահ կանգ առնեք, ես ուղղակի մի հատ բան ասեմ, էլի դուք մասնագետ եք, խնդրում եմ ձեր կարծիքը։ Ես մասնագետ չեմ, բայց ես այսպես եմ հասկանում, եթե դու թանկացնում ես կայանատեղին, դու պետք է կայանացնես ժամավճարը, այսինքն պետք է անես այնպես, որ մեքենան երկար չկանգնի։ Իսկ դու բերում ես տարեկանը, թանկացնում ես, այնքան որ մարդուն էլի ձեռ է տալի։ Ուղղակի դու թանկացնում ես, մարդու գրպանից ավելի շատ գումար ես հանում մի քանի անգամ, բայց այդ մեքենան էլի տարիներով կանգնում է։ Այսինքն պետք է արվեր այնպես, որ 1 ժամը լիներ օրինակ 300 դրամ, չէ՞։ 1 ամիսը ինչքան է հիմա։ Անկեղծ ասած ես վարում 20,000 դրամ, այդ 20-ը պետք է լիներ 100։ Տարին էլ պետք է լիներ ոչ թե ինչքան է 100, այլ կես միլիոն, որպեսզի մարդիկ չկարողանան երկար կանգնեն։ Այսինքն այդ խնդիրը այդպես պետք է լուծվեր, որ մեքենան կարճ ժամանակով կանգներ, որ մարդը ժամացույցին նայեր եւ ասեր, որ 1 ժամ էլ որ տա, մեծ գումար է, չէ՞։ 500-300 դրամը ինչ է, 100 թե 300, տարբերություն կա, սկզբունքային տարբերություն չկա։ Այսինքն այդ մարդը, որը 100-ը տվել է, կանգնել է 10 ժամ 1000 դրամ է տվել, հիմա էլ կտա, հիմա էլ 3000-ը կտա։ Պետք է այնպիսի թիվ դրվեր, որ մարդը 1 ժամից ավել չկանգներ։ Այսինքն խնդիրը այդպես կարելի է լուծել, ինչը չարվեց, ուղղակի ձեր ասած օպերատիվ կառավարում տեղի ունեցավ, գրպանները չկան, երևի գրպան բյուջեն, քաղաքային բյուջեն համալրվեց, բայց խնդիրը չլուծվեց։ Գիտեք, դա այն էական համալրումը չի։ Ես մասնագետ չեմ, էլի եմ ասում։ Դա այն էական համալրումը չի, որ դրանով պետք է առաջացնեն շատ բարձր նիշի դժգոհություն։ Բայց ինչի տենց չարեցին։ Հիմա տեսեք, օրինակի համար վերցնենք գերատեսչությունները, չէ, որոնք բավականին էլիտար հատվածում են տեղավորված։ Այդ գերատեսչություններում կան աշխատողներ։ Այդ աշխատողները առավոտյան գալիս են աշխատանքի։ Իրանք ոչ մի ստիմուլ չունեն առանց մեքենայի գալու, որովհետև խնդիրը չի լուծվել հասարակական տրանսպորտի։ Իրանք գալիս են մեքենայով։ Գերատեսչությունների ավտոկայանատեղիները սահմանափակ են։ Նշանակում է այդ չինովնիկը հերիք չի պետության համար ուզում ծառայի, մի հատ է քաղաքին պետք է ձեր ասած տարբերակով սկսի վճարել, այսինքն դա առաջացնելու է դժգոհություն։ Եթե գլոբալ նայեինք, խնդիրը հետևյալն է, այս խնդիրը
համայնքային խնդիր չի, սա համապետական խնդիր է։ Կներեք, մենք նորից վերադառնում ենք հետ։ Տեսեք, հիմա կշարունակեք, էլի կներեք, որ ընդհատում եմ, մեր շատ դինամիկ զրույց է ստացվում։ Բայց չէ՞ որ եթե այդ ավտոբուսը, որի համար այդ մայթը բացում են այդ կայանատեղերի միջոցով, չէ, ինքը գա, չէ, Այո։ գրաֆիկով, այդ պետական պաշտոնյան այդ դեպքում կնստի ավտոբուս, չէ։ Այո։ Այսինքն, այն ինչի համար դա արվել է, ինքը նպատակին չի ծառայել, որ այդ չինովնիկը չի նստում այդ ավտոբուսը, ես իրեն հասկանում եմ, ես էլ չեմ նստում, որովհետև եթե նստի նախ ժամանակին չի գա, երկրորդը արժանապատիվ չի նստի, մենք սիրում ենք, չէ՞, այդ բառը արժանապատիվ։ Իհարկե։ Մենք ավտոբուսներում շարունակում ենք երթևեկել անարժանապատիվ։ Այո։ Սա խնդիր է մեզ համար, բոլորիս համար։ Այսինքն սա չի արվել, դրա համար սա չի արվել։ Եթե սա արվել է, չինովնիկը կգար ավտոբուսով, այդ խնդիրը չէր լինի, իր գրպանին չէր հարվածի։ Տեսեք, այնքան խորքային է հարցը։ Ես հասկանում եմ։ Այստեղ մի հաղորդմամբ ոնց որ թե դուրս չեն գատակից, բայց ժամանակին 2000-ականների սկզբին, այսինքն անկախ պետականության ինչ որ մի ժամանակահատվածում 1-2 խնդիր առաջացավ մայրաքաղաքի տեղափոխման, հիշում եք Եվրոպոլիս եւ այլն եւ գերատեսչությունների տեղափոխման ըստ շրջանների։ Օրինակ տարածքային ենթակառուցվածքը տանել Գավառ, արդյունաբերականը տանել Չարենցավան, մշակույթը եւ туриզմը տանել Գյումրի, պաշտպանությունը տանել Ղափան, մի խոսքով հետաքրքիր առաջարկ կար, որը ես չեմ ասում, որ Երևանում կենտրոնացած չի մեր բարձրագույն կրթական պոտենցիալը, բայց միևնույնն է շրջաններից գալիս են այդ մարդիկ եւ այդ մարդիկ ցավոք սրտի մնում են ավելի շատ Երևանում, քան գնում են հետ։ Այսինքն դա կնպաստեր եւ ծառաբեռնման թուլացմանը, եւ զարգացմանը, եւ Երևանը ծանր մեգապոլիս չդարձնելու։ Այսինքն սա խնդիր է, որը պետք է պետությունը լուծեր, ոչ թե քաղաքը։ Ինչու եմ ասում, որ կա խնդիրներ, որոնք ներհամայնքային են, կա խնդիրներ, որոնք համայնքային են, կա խնդիրներ, որոնք համապետական են։ Այստեղ այդ համապետական խնդիրը չլուծվեց, դրա համար այդ ձեր ասած տարբերակը նույն ծառայողի պետական կամ հանրային ծառայողի խնդիր է առաջացնում, որովհետև մենք շատ քիչ կառույցներ ունենք, որոնք քաղաքի կենտրոնում չեն։ Բնը հասկանում եք։ Հիմա ես վերադառնում եմ էլի այն բանին, որ այստեղ խնդիրներ կան, որոնք քաղաքային իշխանությունը ուղղակի իզորը չի լուծել, ինչքան էլ ինքը ինտելեկտուալ։ Պանոնել Ավանում եւ Մասիվում է ստեղծում խնդիրներ շատ դուրս։ Դա էլ ձեզ ասեմ, որպես Ավանի բնակիչ։ Առավոտյան եւ երեկոյան ժամերին շատ դժվար է այնտեղ։ Իհարկե, հետեւապես այս օրախնդիրը գործող իշխանության եւ կառավարության, այսպես ասած, բանի տակ պետքա լիներ, խոշորացույցի, տանել, հանել Երևանից գերատեսչությունները։ Սա խնդիր համար 1։ Խնդիր համար 2։ Ավտոբուսների չարչրկված այդ գծերի մասին։ Իհարկե այդ գծերը պետք է լինեն, հարգելի դայդ, բայց դա պետք է լիներ, երբ որ գործեր նոր ցանցը։ Նոր ցանցը չկա, մեծ ուղևորատար տրանսպորտը չկա, փոքր ուղևորատարի համար չգիտես ինչի առանձնացվում են գծեր։ Ասում են որ 18 մետրը պետք է բերեն, չգիտեմ երբ են բերելու։ Գիտեք ինչ, եթե դա սարերի հետևում չի, ըստ ինձ դա մի քիչ սարերի հետևում է, բերելուց հետո Երևան 18 մետր է։ 18 մետր է, որովհետև դա էլ է պետության խնդիրը։ Այսինքն դա 300 միլիոնի մասին է խոսքը։ Դոլար։ Այո։ Մենք խնդիր ունենք, որը պետությունը պետքա ուղղակի առաջնորդվի։ Ցավոք սրտի, ոչ թե ասում եմ նրա համար, որ իշխանությունները քաղաքային այնքան էլ կոմպետենտ չեն եւ այլն։ Միգուցե եւ կոմպետենտության ինչ-որ աստիճան են օպերատիվ կառավարման լուծում հետևանքները վերացնելու խնդրում, այն էլ տեղել այդքան էլ չեն փայլում, բայց գլոբալ խնդրի լուծման համար պետությունը պետք է ձեռքը մեկնի, չի կարող ձեռքը չմեկնել։ Երբ որ մենք խոսել ենք այդ մասին, երբ որ խոսում են ցանցի մասին, նոր ցանցի մասին, որը չկա, այդ նոր ցանցը կարա գոյություն ունենա, երբ որ 300 մեծ ավտոբուսներ մտնեն Երևան։ Այդ դեպքում հիմնական ուղիները, որոնք այդ 318 մետրանոց 300 հատ 18 մետրանոց, այսինքն 10 ուղեգից պետքա լինի, որոնք պետք է աշխատեն 5 րոպե կտրվածքով եւ կհավաքեն մարդկանց առանց որևիցե այլևալության։ Մարդիկ հաշվարկել են դրա մասին, հաշվարկել են ոչ միայն տեղացի մասնագետները, այլև անգլացիները, իսպանացիները եւ այլն։ Եվս քաղաքային ուրբանիզացիա փորձը ընդհատել, հարցը տեղին է, բայց մեզ տարեկան ինչքան որ գումարը հավաքագրվում տրանսպորտային ցանցից, ինչքան է հիմա կազմում։ Գիտեք ինչ, որոշել էին, որ դա պետք է կազմեր 20 միլիարդ, բայց հավաքեցին մոտարապես 13 միլիարդ։ Բայց եթե այդ 13 միլիարդից էլ հանենք մետրոն եւ տրոլեյբուսը, որը քաղաքի փողը չի, դա պետական փող է։ Նու կդառնա մոտարապես 9 միլիարդ։ Քաղաքը
ասում է, որ իմ ծախսածածկման համար պետք է 13 միլիարդ առնվազն, որ տրանսպորտային է ցանցը։ 9 միլիարդը դա 20 քանի միլիոն դոլար անում, 20-ից ավել, հա։ Այո։ Շատ շնչին գումար է։ Բայց հիմա տեսեք, անցած տարի չկարողացան հավաքագրել։ Այս տարի դրել են 18 միլիարդ։ Էլի չեն հավաքագրելու։ Խնդիրը հավաքագրման մեջ չի, տրանսպորտային, հասարակական տրանսպորտը ամբողջ աշխարհի լավագույն երկրների մայրաքաղաքներում դոտացիայով աշխատող կառույց է, ինքը չի կարա լինի շահութաբեր։ Անընդհատ ձգտում են ինչ-որ շահութաբերության մակարդակ ապահովել։ Չես կարող դու ժողովրդի հաշվին։ Դե գոնե ընթացիկ ծախսերը չպետք է փակի։ Ծախսերը գոնե պիտի ծածկեն։ Հասկացանք, որ այդ 300 միլիոնը չեն կարա դրանով փակեն։ Գոնե պիտի ծածկեն, ճիշտ է։ Այո։ Այսինքն գոնե վնաս չտա, վնասով աշխատի, դուք որպես ձեզ մի պահ դրեք այն բանի վերահսկողի տեղ, ով փորձում է մուտք գործել առավոտյան մասիվի Գայի արձանի մոտ կամ Ավանի Խուդյակովի հետ խաչմերուկում եւ գործընթացը վերահսկել եւ փորձի վերահսկել ովքեր են վճարել կամ ովքեր ոչ։ Դա չի կարող։ Այսինքն հնարավոր չի։ Այսինքն դու պետք է ունես թե ծանրաբեռնված ավտոբուս, որ կարողանաս մեջը հսկել։ Էլի մեկը կա գալիս է մյուսից։ Մեկը գալիս է մյուսից։ Այսինքն նոր ցանցը, երբ որ առաջարկում էին հարգելի քաղաքի իշխանություն, նոր ցանցը ապահովելու համար պետք է ունենաք 300 հատ 18 մետրանոց եւ 550 հատ 8 մետրանոց ավտոբուսներ։ Եթե դուք կհավաքեք դա, դրեք նոր ցանցի շահագործումը։ Շատ լավ։ Չկա 300 ավտոբուսը, անընդհատ խնդիրը պատտվելու է։ Հիմա, հարգելի պարոն Գալստյան, մենք այդ մասին շատ ենք խոսել։ Ես այդ հարցը տվեցի պարոն Հայկ Մարությանին, որը նախընտրական կամպանիայի շրջանակներում, ճիշտ է, այլ տրամաբանության շրջանակներում, բայց եկել էր այստեղ, ասացի, այս ամենը, որ բրիտանացիք պատրաստել տվել էին ձեզ, ինչու չիրականացրեցիք։ Ինքը ասաց, ես ուզում էի իրականացնել, բայց գլխավոր կառավարությունը, հա, պետական իշխանությունը ինձ խոչընդոտներ էր, արհեստական խոչընդոտներ էր ստեղծում, ինչը խանգարում էր, իսկ Երևան քաղաքը դա ավտոնոմ մարզ չէ, Հայաստանի Հանրապետության մաս է, եւ ես չէի կարող ինքնուրույն այդ որոշումները կայացնել, այդ թվում նաեւ ձեր նշված պատճառով, որովհետեւ դոտացիոն համակարգ է եւ քաղաքի բյուջեն չի փակում այդ ծախսերը։ Ես չեմ կարող 300 միլիոն դոլար գտնեմ, հա, պայմանական ասած, որպեսզի այդ ավտոբուսները 18 մետրանոց բերեի։ Հիմա եթե կուսեք կխոսեք Հայկ Մարությանի մասին, բայց հարցս Հայկ Մարությանի մասին չի։ Հիմա Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված քաղաքապետ է, հա, մարդ, որը որ նախընտրական, ես գիտեմ իրենց մոտ դա շատ է գնահատվում, նախընտրական ամբողջ կամպանիայի ժամանակ պարոն Փաշինյանի կողքը քայլում էր եւ վանկարկում էր քաղաքացիական պայմանագրի նախընտրական լոզունգ, որովհետեւ բան այստեղ չկա։ Հիմա ինչի չեն տալիս այդ 300 միլիոնը, որ պարոն Ավինյանը այդ 300 հատ ավտոբուսը բերի եւ այս լուրջ խնդիրը փակի։ Գիտեք, փորձագետները փորձում են զերծ մնալ քաղաքական այդ ներթիմային խնդիրները, շատ լավ են արել, ճիշտ են արել կամ սխալ են արել, դա իրենց գործն է։ Փոքր ռեմարկ ուղակի անդրադառնամ փոքր Մարությանի ասացին, որովհետեւ ցավոք սրտի թե բարեբախտաբար ես աշխատել եմ այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանում։ Հայկ Մարությանը լինելով իհարկե առաջադեմ մարդ, մոտավորապես 1.5 տարվանից մինչև 2 տարի քնեցրեց այն ծրագիրը, որը հենց WIG-ն էր ներկայացրել իրեն, ինքը փորձեց ինսպեկցիայի, այսինքն փորձեց մի հատ գույքագրել, ինչ են արել անգլիացիները, ինչի են արել, ինչ կատակը, կոռուպցիոն ռիսկեր արդյոք կան թե չէ, այդ ամեն ինչը տևեց 1.5-ից 2 տարի։ Այդ ընթացքում այդ առաջադեմ մարդը բերեց գազելներ։ Մի բան էլ ասեմ, ես Մարությանի գազելները։ Հիմա էլ մարզերում են գազելներ բերում։ Հա, այսինքն ինքը տեսնելով եւ ապրելով Պրագայում ժամանակին, տեսնելով շատ առաջադեմ տրանսպորտային հասարակական տրանսպորտի համակարգ, նույնտեղ տրամվայներն են, կան իհարկե մետրո եւ այլ։ Ինքը այստեղ գնաց էլի օպերատիվ լուծումների, չգնաց հիմնային եւ հիմնարար լուծումների։ Իսկ հնարավոր չէ այդ օպերատիվ լուծման շրջանակներում ոչ թե գազել բերել, այլ լավ այն ժողովուրդը ասած ջհանդամ, չինական ավտոբուս։ Հետո սկսեցին բերել, ճիշտն ասած, հետո սկսեցին բերել, բայց չկան հիմա։ Բայց Գազելները չկան։ Մի քանի գիծ կա, հա, որովհետեւ քանդվել են իրանք Երևանի համար չէին։ Չէ, կան մի քանիսը, մեկ-մեկ որ փորձեք նշмарել կտեսնեք, բայց դա գումար էր, չէ՞։ Այդ նույն են կասայի բաների փողերի նման։ Դրանք գումարներ են, որոնք Երևանը ուղակի իրավունք չուներ ծախսելու, շռայլելու։ Հիմա վերադառնամ էլի տրանսպորտին։ Տեսեք,
2021 թվականից բերվել են չինական ավտոբուսները։ Լավն են, վատն են, ճիշտ են, սխալ են, բերվել են այդուտ, մանելավեր է, շարժվում են։ Այսօր 2026 թվականն է, ավտոբուսների ամորտիզացիան 10 տարի է։ Միջև մենք բերենք 18 մետրանոցները, այս ավտոբուսները սկսելու են մաշել։ Այսինքն կառավարությունը պետք է օժանդակի քաղաքին։ Իհարկե ես համաձայն չեմ, որ կառավարությունը Մարությանի պատճառով չուզեց, որ երևանցիները լավ տրանսպորտ նստեն, բա խնդիրները տարբեր են։ Ոնց էս ներկայացնում, ոնց էս հիմնավորում եւ ինչու։ Այսինքն, գիտեք ինչ, օրինակի համար այդ դրամաշնորհային մեծ բաղադրիչով խնդիր էին առաջարկում Երևանին, օրինակ եմ ասում, թվերը չեմ ուզում էլի, որ ուղղակի դուք պատկերացնեք, ասենք 250,000 արժի այդ մեծ ավտոբուսը, որը էլեկտրոնային արժի 250, իսկ դիզ վառելիքովը արժի 180։ Միջազգային կառույցներն ասում են մենք ձեզ կտանք այդ տարբերությունը, դուք բերեք էկոլոգիապես մաքուրը։ 18 մետրանոցների մասին է խոսքը։ Ես այդ քննարկումներին մասնակցել եմ 2016, 17, 18 թվականներին։ Անկեղծ ասած, միջև այսօր իմ համար այդ համառ դիրքորոշումը չբերելու մեծ ավտոբուսները իմ մոտ ուղղակի ոչ միայն արդեն շփիտ չի առաջացնում, այլ այնքան կարեկցանք առաջացնում կառավարման տեսանկյունից, որպես քաղաքային կառավարման փորձագետի։ Ես պատասխանը չունեմ։ Անընդհատ այդ պատասխանը տալիս են հեսա, հիմա, վաղը անցնենք ավտոբուսներից, հարգելի Դավիթ։ Մտնենք խնդրի լուծման երկրորդ եւ կարևոր տարբերակին։ Տեսեք, բարբերաբար խոսվում է ճոպանուղիների մասին, մենակ չժպտակ։ Դա շատ կարևոր եւ շատ ճիշտ գործիք է Երևանում հիշեցի դրա մասին սկսեցի։ Չէ, հեսա կգա մետրոյին։ Ճոպանուղուց ես շատ սահուն կանցնեմ մետրոյին, որովհետեւ մետրոյի աչափնյակի կայարանը արժի 300 միլիոն։ 287 ավտոբուսների գինն է։ 300 միլիոն։ Մեկ 5 կիլոմետրանոց ճոպանուղին, օրինակ հարավ-արևմտյան թաղամասից բարեկամության մետրո, ասենք Մերգելյանի կողքի են այգու մոտ կանգնում է մարդիկ իջնում 5 կիլոմետրանոց այդ ճոպանուղու գիծը չեմ ասում երբ կծախսածածկվի, դա մի 20 տարվա ծախսածածկում է, բայց արժի 30 միլիոն։ Այսինքն Երևան քաղաքը մեկ մետրոյի կայարանի գնով, չեմ ասում աչափնյակը չկառուցվի, հետագայի հետ կապված, կարող էր կառուցել 8-ից 5 կիլոմետրանոց գծեր, օրինակ ձեր ավագ թաղամասից։ Հողի գինը հաշվարկել եք այդ 30-ի մեջ։ 30-ի մեջ ինչ հողի գին։ Ուտեղ տարածքներ կան, չէ՞ որ պետք է դիտովություն ստանաս, վճարես։ Դա մի միլիոն կարող է լինի կամ չլինի։ Ինքը դες մեծ գումար չի։ Չէ, ինքը երբ որ պետությունը ճանաչում է գերակաշա, որպես կանոն հիմա շատ ներողություն, այդ որ ավտոկայանատեղիներ են ուզում հողի գինը հաշվարկելի չի։ Հաշվարկելի է։ Բա այդ ավտոկայանատեղին գիտեք, մի ավտոկայանատեղին ինչքան ճոպանուղու կայանատեղի ազբաղացնելու։ Մոտավորապես 10։ Այսինքն այդ ճոպանուղու կայանատեղին կոպիտ ասած Մերգելյանի դիմացի այգու մոտ կարող լինի շատ գեղեցիկ կայանատեղի։ Աշխարհի փորձը կա։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք թվերի մասին, փողերի մասին, տեսեք ես ասի ճոպանուղու կայանատեղի, օրինակ հարավ-արևմտյանից Նժդեհի մետրո կամ հարավ-արևմտյանից Բարեկամություն, Դավթաշենից Բարեկամություն, Ավան Առինջից կամ Քանաքեր Զեյթունից դեպի Երիտասարդական, Նոր Նորքից դեպի Երիտասարդական, Էրեբունուց դեպի Սասունցի Դավիթ, Շենգավիթից դեպի Սասունցի Դավիթ կամ Գարիգին Նժդեհ, փակում էր ինքը Երևանը, մետրոյին ընդամենը պետք էր մի քիչ վագոնների շատացում եւ 2 րոպեանոց ինտերվալ, որ այդ հոսքը բան անեն։ Իդեպ ամեն այդ ուղեգիծը կարար օրական բերեր մոտավորապես 30-ից 35,000 հոսք։ Երկու այդպիսի կայանատեղին կբերեր ամբողջ հոսքը, որ այսօր ապահովում է տրոլեյբուսը։ Եվ մոտավորապես 3-ը կապահովեն մետրոյի հոսքը։ Բայց դրանք կմտնեն մետրոյի հոսքը կավելանար։ Այդ ձեր ասած գումարները, որոնք որ բա ինչի այդ գումարները չեն լինում, կաշխատեր այդ վերգետնյա տրանսպորտի հետ կապված, վերգետրյան սահուն կկապվեր մետրոյին, ոչ թե շատ ներողություն մետրոյի գծերի վրայով կսկսեր ավտոբուսը շարժվել։ Դա աբսուրդ է։
երբ որ բարեկամության մետրոյից երիտասարդական մետրո ավտոբուսը աշխատում։ Դա աբսուրդ է։ Չի կարելի մարդուն ասել, գիտես ինչ, դու ուտրի իջնում ես գետնի տակով գնաս, թե գետնի վրա։ Չեն անում աշխարհում ոչ մի երկիր այդպիսի բան։ Իսկ ես ուղղակի ծանոթ չեմ, աշխարհում կան քաղաքներ խոշոր, որտեղ ճոպանուղիները այդքան մեծ դերակատարում ունեն։ Կան Լատինական Ամերիկայում, բայց ինքը գիտեք ինչ, հիմա ասիական տարածաշրջաններն է ակտիվացնում, որովհետև դրանք հենց ուղղված են խցանումներին, որովհետև Երևան քաղաքում Թամանյանը շատ ներողություն նախագծել էր 300,000 երևանցու համար։ Այսօր Երևանում 350,000 ավտոմեքենա կա եւ 1 միլիոն երևանցի։ Հասկանում եք։ Երբ մարդիկ կան ասում են Երևանի փողոցները նեղ են, ես միշտ ասում եմ Երևանի փողոցները շատ լայն են։ Մեր փողոցները լայն փողոցներ են։ Եթե համեմատենք եվրոպական քաղաքների հետ, մենք շատ լայն փողոցներ ունենք։ Այլ հարցը թե մենք այդ փողոցը ինչպես ենք օգտագործում։ Դուք գիտեք փոքրիկ փողոցներում անգամ, օրինակ Միլանում, փոքրիկ փողոցներում այդ միակցված ավտոբուսները գնում են։ Այդ միֆը, որ միակցված ավտոբուսը սարի թաղով էլ կարա գնա, որովհետև ժամանակին քանակերով գնացել է այն ոլորաններով։ Իկարոսները երկրորդ համարի գնում են միակցվածներով։ Այսինքն եւ այդ մանումենտի Սարալանջի այդ փողոցով են իջել եւ հասել են մինչեւ Կայարան Զեյթունից եւ Կանազից են գնացել առաջի համարը 20։ Ճոպանուղի։ Այո։ Հետո ճոպանուղին պետքա աշխատի այսպես։ Այդտեղ տեսեք, երբ որ կասեն, բայց դուք այդքան որ խոսում եք, դրանք միլիոններ են, այդ միլիոնները եւ այլն, հիմա ձեզ ասեմ պարզ բան։ Երևան քաղաքի սեփական եկամուտները 2018 թվականին, երբ որ իշխանության եկավ նոր քաղաքական ուժը քաղաքում, որովհետեւ քաղաքում քաղաքապետ էր փոխվել են, բայց ուժը չի փոխվել։ Այո։ 4 քաղաքապետ են փոխվել, բայց ուժը չի փոխվել։ Երբ որ եկավ նոր ուժը եւ նոր ավյուն պետքա հաղորդեր քաղաքին, այդ ժամանակ Երևան քաղաքի սեփական եկամուտները, ուզում եք գրեք, ուզում եք հիշեք, 22-23 միլիարդ էր։ Հիմա, հարգելի Դավիթ, Երևան քաղաքի եկամուտները 95 միլիարդ են։ Դուք որպես Երևան քաղաքացի, այդ մոտավորապես 70 միլիարդը ինչ որ ձևի ձեր մաշկի վրա զգացել եք։ Ну 10-15%-ը թող մաքսիմում ինֆլյացիան լինի, մաքսիմում։ Դե գիտեք ինչ։ Դա էլ պետք է հաշվի։ Լավ, հաշվեցինք դա։ Մնացածով դուք ինչ եք զգացել ձեր մաշկի վրա։ Ավտոբուսներն եմ նոր տեսնում, մաները, չինական ավտոբուսներն եմ տեսնում։ Եկեք այանատեղերն են ատանդասել։ Դե այդ ավտոբուսները, մաները երբ որ եկել են, սեփական եկամուտները 40 միլիարդ են, ոչ թե 90։ Այսինքն Դու 18-ից եք ասում, ես դրա համար եմ հաշվում։ Դե նկատի ունեն 18-ը չկան կարելի։ Միանգամից միլիարդները չեն գնացել, տեսեք։ Դուք որպես երևանցի, ես որպես երևանցի, մենք արդեն մոտավորապես 6 տարի է գույքահարկի ավելացումով ենք վճարում։ Քաղաքային իշխանությունները այն ռուսիացած առանց ժիմ հանելու ստանում է լրացուցիչ եկամուտներ գույքահարկից, այսինքն դա վարչարարության հետ չի կապված, տեխնիկական խնդիրներ չեն կամ չեն ակտիվ վերահսկում այդ ամեն ինչը, այդ process-ը, որը գնում է, այսպես թե այնպես, կամ այդ նույն ավտոների մաքսազերծման եւ այլնի եւ խնդիրները գույքահարկի։ Այսինքն այս գումարը ավելացել է։ Աստծո սիրուն, այս գումարով գոնե մի հատ էքսպերիմենտալ այդ ճոպանուղուգիցը կառուցեիք, էքսպերիմենտալ։ Այդ չեք կառուցել, գոնե մի հատ էքսպերիմենտալ մեծ ուղևորատարության ավտոբուսի գիծ բացեիք Ավանից հարավ-արևմտյան թաղամաս, որ դուք որպես մասնավոր վարորդ էլի անհատական մեքենայի փորձեք հասկանալ, արդյոք այդ ավտոբուսով հնարավոր է, որ դուք երթևեկեք, թե հնարավոր չի, եւ եթե դրանից դառնար 10 ուղեգից, արդյոք հնարավոր էր թե ծառնաբեռված ավտոբուսով երթևեկել, թե ոչ։ Ես ասում եմ, այո, հնարավոր էր։ Լավ, ճոպանուղին ներդրվեց, ենթադրենք, էլ ինչա պետք։ Այլ ինչ, դրանով հարցը չի լուծվում, չէ։ Դրանով հարցը չի լուծվում։ Տեսեք, առաջին հարցը ես ասեցի, գերատեսչությունները հանել քաղաքից։ Դա հարցի լուծումը։ Ապակենտրոնացում, դա բխում է ուղղակի քաղաքի շահերից, 1։ Երկրորդը, ավտոկայանատեղիները կառուցել բարձրահարկերի տեսքով։ Տեսեք, այսօր օրինակ եմ ասում, չեմ ուզում գնամ անհատների վրա կամ բիզնեսմենների վրա հանկարծ չասեն, այս ինչ ասում փորձագետը, մենք մեր գյոզալ բաները սուպերմարկետները ոնց տրամադրենք այդ բաների, բայց մեր այսօրվա սուպերմարկետները հատկապես քաղաքի կենտրոնական հատվածներում, ես չեմ ուզում շեշտել, կենտրոնը ես նկատի ունեմ եւ Կոմիտասը եւ ինչու՞ չէ երիտասարդական մետրոն եւ այդ հատվածները կան
Առանձին կանգնած սուպերմարկետներ։ Առանձին կանգնած դուք դուրս եք եկել այս քաղաքից, դուք գնացել եք երկրից դուրս, դուք տեսել եք այնտեղ որտեղ է սուպերմարկետները, դուք այնտեղ որպեսի օրինակի համար Բուխարեստի նման ոչ այդքան Եվրոմիության, այսպես ասած, կարկառուն դեմք պետություններից, Բուխարեստի նման քաղաքում դուք պետք է առնվազն 20 կիլոմետր երթևեկեք, որ հասնեք մոտավորապես Աբովյան քաղաքին, որ հասնեք առաջի սուպերմարկետին, որտեղից շաբաթական առևտուր եք անելու։ Մինսկում։ Դե ես չասեցի Մինսկը հանգարց չտանեն Լուկաշենկոյին։ Ես եմ տանում։ Հասկանում եք, երբ որ խնդիրը դառնում է այնպեսին, որ քաղաքաշինությունը, հələ ես հիմա կգամ բնակարանաշինությանը։ Այսինքն սրանք խնդիրներ են, երբ դու պետք է նայես ոչ թե 5 տարի հետո կամ պետք է նայես քո դրամապանակին քաղաքային, այլ պետք է նայես 50 տարի հետո, թե քո զավակը որտեղ է ապրելու, կարողանալու է այստեղ ապրել, թե ոչ։ Կներեք, էլի, պարոն Գալստյան, օպերատիվ կառավարումը հիմա, որը խնդիրները չի լուծում։ Լուծում է խնդիրներ, բայց հիմնական խնդիրը չի լուծում։ Հիմնական խնդիրը որ կառավարումն է լուծելու։ Տեսեք, չի կարող մասնագիտական լեզվով, հա։ Չի կարող պետությունը մասնակից չլինել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի ծանրաբեռնման, փողոցային տրանսպորտի կամ հասարակական տրանսպորտի, իսկ նաև փողոցային տրանսպորտի ծանրաբեռնման թույլատման գործընթացին չի կարող մասնակից չլինել։ Նայեք, շատ կարևոր մի հատ քաղաքաշինական ճանապարհ, որը եւս առաջարկվել է եւ որի համար անգամ հաշվարկներ կային, որpիսի Երևան քաղաքում ծանրաբեռնվածությունը փոքր թուլանա, դուք պետք է Ավան թաղամասից մտնեք առանց լուսացույցի տրասա եւ դուրս գաք մոտավորապես Բանվորի արձանի մոտ։ Կա այդպիսի նախագիծ։ Ոչ։ Կա այդպիսի նախագիծ։ Հա, ես չգիտեմ։ Այ հիմա որ այստեղով գալիս է այս որ գնում է դեպի տնտեսագիտական համալսարան ու դուսագալի Խանջան։ Այո։ Եթե պատկերացրեք Արարատ կինոթատրոնի մոտի անցուղուց։ Դրա նման անցուղի լիներ նաև Կրկեսի մոտ, դրա նման փոքրիկ էստակադա լիներ նաև Փեթակի խաչմերուկում, դրա նման էստակադա լիներ Կինո Հայրենիքում եւ Բանվորի արձանի մոտ, դուք անարգել Ավանից դուրս կգայիք Արտաշատի խճուղի։ Ինչն է խանգարում չկառուցել դա։ Դրանք գիտեք ինչ արժեին։ Միլիարդ Տենց գումարներ չեն, որ նույնիսկ որոնք քաղաքային իշխանությունը ուներ իր զարգացման ծրագրերում 18-ից 23 թվականի, հետո 19-ից 24 թվականի, հիմա 23-ից 28 թվակ, այսինքն հնգամյա ծրագրերում։ Դե ես ուզում եմ միանգամից դες հակադարձեի, ասեի լավ է, որ անխոչնդոտ գալու է, միտեղ կուտակվելու է, բայց որ վերջինը ասացիք Բանվորի արձանի մոտ, ես հասկացա, որ չի կուտակվելու։ Չի կուտակվելու։ Ընդ որում, այստեղ նաև երթևեկության խնդիրը կա, տեսեք ուզում են լուծեն, չէ՞։ Դուք Փարիզ քաղաքում եթե մտնում եք աճ չթեքվող կենտրոն, դուք մոտավորապես մի 25 կիլոմետր պետք է պատտվեք ու աճ չեք գտնի։ Դուք կարող մենակ դուրս գաք ձախ։ Ձեզ թույլ չի տալիս։ Նայեք, Կիևյան փողոցում երկու հատ շրջադարձ կա։ Կիևյան փողոցը անընդհատ շարժվող փողոց է։ Ես չեմ ասում, մենք թերագնահատենք Իդեպ մենք շատ շրջադարձներ ունենք, որոնք չպետք է լինեն, որոնք սովետի ժամանակ են եղել, այն հոսքով են հաշվարկված, իսկ հիմիկվա հոսքով դա ուղղակի չպետք է լինի։ Կիևյան փողոցում ես ապրում եմ այնտեղ Աստծո սիրուն, կամուրջի մոտ, բայց կանգառը պիտի լիներ մի հատ, ոչ թե 3 հատ։ Չի կարելի այդտեղ երկու շրջադարձ անել կարևոր խաչմերուկներում, այն Աղայան փողոցի դիմաց, միացնել կամուրջի հենց Բայց այդտեղ ձեզ կհակադարձեն այսպես կոչված մասնագետները, որ այդ դեպքում տրաֆիկն է շատանում։ Այսինքն մարդ, որը պետք է այդից շրջադարձ կատարի, գնալու է կես կիլոմետր, մի կիլոմետր ավել, նորը շրջադարձ կատարի։ Մոնթեի էստակադայում պատտվի։ Այդտեղ խնդիրը լուծվում է այդպես։ Գիտեք ինչ, խնդիրը իհարկե չի լուծվի, բայց երբ որ այդտեղ ավտոբուսների հոսքը քիչ լինի, երբ որ այդտեղ գնան մեծ ծանրաբեռնվածության 2 հատը, ոչ թե փոքր ծանրաբեռնվածության 10 հատը, այսինքն դրանք բոլորը այդ խնդիրի հետ են, չէ՞ կապված։ Հասկանում եք, ամեն ինչ չի որ միանգամից կլինի, բայց երբ որ դրանք հերթականությունով լինեն, տեսեք, դուք Ավանից դուրս եք գալիս Արտաշատի խճուղի։ Դուք հիմա դա էպոպեյա է, միջև դուք դուրս եք գալի Արտաշատի խճուղի։ Դուք մենակ բանի Կրկեսի մոտ կարող եք 45 րոպե կանգնեք։ Այդ խորենացու այդ բանի Ագաթ Հանգեղոսի հատվածում։ Հասկանում եք, այդ խնդիրները միլիարդավոր դոլարների խնդիր չէր։ Դրանք անգամ տասնյակ միլիոնավոր դոլարների խնդիր չէին։
Դրանք 5 միլիոն, 7 միլիոն, այսինքն գոնե քաղաքային իշխանությունը այդ հիմիկվա այդ տրենդ դարձած այդ ավտոկայանատեղիների տեղ պետք է լուծել կրկեսի բանվորի արձանի եւ կինո հայրենիքի էստակադաների խնդիրը։ Ախր դա լուծելի խնդիր է։ Ախր դա չի կարող 22 միլիարդ սեփական եկամուտը ձեր ասած ինֆլյացիաներով եւ այլնով հաշված 95 միլիարդ սեփական եկամուտ դարձրած քաղաքը այդ 3 կարևորագույն խնդիրը չլուծի, որ գոնե մի հատվածում ապրեն երջանիկները։ Իդեպ այս նույն տրամաբանության մեջ այսպեսի հարց պարոն Գալստյան, ճիշտ է Սարյանը դարձնել միակողմանի։ Շատ փողոցներ կան, որ պետքա դարձնել միակողմանի։ Օրինակ Ուղղությունը բայց ճիշտ է ընտրված։ Միգուցե հակառակն է պետք անել, որպես ինքը քաղաքենտրոնից դուրս գնալ, ոչ թե հակառակը։ Ինձ որ մնար ընդհանրապես ես Սարյանը կդարձնեի փակ, որովհետև ինքը շատ լավ տուրիստական գոտի է, բայց այդ մենք այդ երջանկությունը առայժմ չունենք։ Ուղղությունը ճիշտ է ընտրված։ Ինձ թվում է ուղղությունը, այլ ոչ թե դուրս եկող։ Ինձ թվում է ուղղությունը ճիշտ է ընտրված, ուղղակի մենք խնդիր ունենք էլի Բաղրամյան մուտքի եւ Լեոյի մուտքի հետ էլի, այսինքն եւ Խորենացի մուտքի հետ։ Այսինքն այդտեղ խնդիրներ ունենք, որը չի լուծվել։ Գիտեք ինչ, օրինակի համար Իլ-դե-Ֆրանսի փորձագետները գալիս են մոդել են առաջարկում։ Մերոնք վեստում են այդ մոդելը, մի քիչ կարկատում են հայկական տարբերակով ու դնում են։ Կարկատած մոդելը չի աշխատում։ Ամեն ինչ պետք է հստակ լինի։ Տրանսպորտ նստած որքան էլ դուք որ սեփական ավտոմեքենայի վարորդ եք, դուք պիտի հարգեք հասարակական տրանսպորտ նստած քաղաքացուն, որովհետև դուք պոտենցիալ է տրանսպորտ նստող եք։ Եթե տրանսպորտը բարելավի իրավիճակը։ Այսինքն ես անընդհատ եմ նստում։ Ինչ հետաքրքիր է։ Եվ ես անընդհատ եմ նստում, որովհետև այդ բախտը ունեմ ընդամենը 5 րոպե քայլելու եւ մետրո նստելու եւ դուրս գալու կենտրոն, հասկանում եք։ Նույն բախտը կունենան ճոպանուղիով երթևեկողները։ Հասկանում եք, այսինքն Ավան մետրո կառուցել որքանով ես հասկանում եմ։ Ավան մետրո կառուցելու տեղ քաղաքը կարելի է փոքրիկ իհարկե ոչ թե անհնար, այլ այդտեղ այնպես խնդիրներ կան։ Նույնը նորք։ Պարոն Գալստյան, մենք ժամանակ անվերջ չի չնայած շատ հետաքրքիր զրույցը, հարցս այսպեսին է, փորձենք եզրափակենք կամաց։ Հիմա ինչից պետք է սկսել։ Այդ կայանատեղիները, որ ուզում են սարքեն քաղաքից դուրս, եթե նույնիսկ սարքեն, հասկացանք դա խնդիրը չի լուծում։ Ինչից սկսեն, որ ուղղությամբ շարժվեն եւ ինչով ավարտեն։ Մի քանի բան դուք ասեցիք, փորձենք համակարգային, հա։ Գիտեք ինչ, որ ես ասում եմ, ես պատրաստ եմ նաեւ ընդհանուր քննարկումների ժամանակ իմ տեսակետը պաշտպանել եւ գումարով եւ աղբյուրներով։ Որովհետեւ հասկանում եք, այս չարչրկված պարքիվավճարներ եւ այլն մի քիչ շատ են բերում կապում ինչ-որ բաների, որոնք որ այդպես չի, այդ գումարները տարբեր տեղերից կարող են աշխատել։ Կարան աշխատեն այդ գումարները, բայց մենք միշտ պետք է հիշենք, որ դա չպիտի լինի վարկային ծրագրերի հաշվին, որովհետև դրանք գնում են մեր սերունդների վրա արտաքին պարտքերը, որովհետև երբ որ 20 տարի առաջ, 25 տարի առաջ նոր անկախ Հայաստանում ասում էին վարկ վերցնենք, դե մի 25 տարի հետո նոր պետք է փակենք, այդ փակելու ժամանակը եկել է, ձեր զավակը արդեն վաղը փակելու է շատ ավելի ծանր, քան այսօրվա 800 միլիոնը։ Հասկանում եք, խնդիրը այստեղ է։ Պատասխանատվություն պետք է ունենա սերունդների համար պատասխանատու լինել։ Խնդիր համար 1. Քաղաքը չպիտի, քաղաքային իշխանությունը, քաղաքային ոչ մի ծառայություն չպիտի դիտարկի շահակենտրոն, պիտի նայի մարդակենտրոն։ Դա շատ կարևոր է։ Պետք է սիրել ոչ թե քաղաքը, պիտի սիրել քաղաքացուն։ Քաղաքացուն հենց սիրես, քաղաքը կսիրես։ Դա 1. Ես առաջարկեցի խնդիրներ, որոնք ոչ մեկ չի կարող իմ հետ վիճել, որ դրանք իրատեսական չեն։ Դրանք երազանքների տիրույթում չեն։ Այ եթե ես ասեմ դիրիժաբլ, դա երազանքի տիրույթում է։ Եթե ես ասեմ մետրոյի մեծ ցանց 25 կայարանով, դա երազանքի տիրույթում է։ Բայց երբ որ ես ասում եմ թվեր եւ ասում եմ մետրոյի 1 կայարան ինչ արժի եւ ինչ արժի 5 կայարանը ճոպանուղու, պետք է հասկանալ, որ դա քաղաքին ուղղակի խիստ անհրաժեշտ է։ Երկրորդ, ես հիմա բան կասեմ, որը մի քիչ միգուցե արտառոց է, բայց 2014 թվականին վերջին մեծ համաժողովը, միջազգային գիտաժողովը կամ միջազգային ժողովը, որը կայացել է Երևանի զարգացման հեռանկարների մասին, կայացել է 2014 թվականին։ 5 քաղաք նոր հեռանկարներ, այդպես էր, երբ որ Էրեբունի Երևան տոնակատարության ժամանակ 2014 թվականին Երևանի ազգային պատկերասրահում եղավ շատ գեղեցիկ եւ սիրուն միջոցառում Երևան 2025, այսինքն 10 տարվա տեսլական։ Ցավոք սրտի այդ Երևան 2025-ը այսօրվա աղբավայրի եւ այլնի, որ առանձին թեմաներ են, ես չուզեցի մտնել այդ թեմաների տակ, մենք այսօր խոսացինք հիմնականում փողոցների ծառայությունից։ Այո, դա առանձին թեմա է, ես սիրով կմասնակցեմ այդ քննարկումներին, մի անգամ ձեզ մոտ եղել է քննարկում։
տեսեք, չկա գոնե գիտական, մասնագիտական, փորձագիտական մտքի ամբարում միտեղ, որովհետև ինչքան էլ քաղաքային իշխանությունը խելացի լինի, իրան պետք է նաև խելացի փորձագետներ։ Ես ինձ չեմ առաջարկում, Աստծո սիրուն, բայց կազմակերպեք խոշոր գիտաժողովներ, թեկուզ այս տարվա Երևանի Երևան տոնակատարության շրջանակներում մի հատ հասկանանք Երևան 2050-ը կամ լավ չէ 40-ը, ով ոնց է պատկերացնում։ Ես առաջարկեի նաև հասկանալ ինչու այդ 25-ը չի դարձել այն ինչի մասին 14-ին խոսվում է, պատճառները որտեղ են, պատճառը հետևանքային կապը որտեղ է եւ որտեղ են թերացել։ Կեսը կգտնեն, կոպիտ ասած հները կգտնեն այդ պատճառները նորերի մեջ, նորերը այդ պատճառները կփնտրեն հների մեջ, բայց Երևանցին հին ու նոր չի, Երևանցի է։ Երևանի հյուրը ինքը ընդհակառակը մեծանում է այդ հյուրերի քանակը։ Մենք այսօր գիտեք, ես վերադարձա Եվրոպայից եւ մոտավորապես 1 ժամ 20 րոպե կանգնեցի մենակ պասպորտ կոնտրոլում։ Դա լուրջ խնդիր է։ Եվ դա այն դեպքում, երբ որ 20 հատ բան է աշխատում։ Այո, եւ բոլորը աշխատում էին, եւ շատ արագ էին աշխատում, եւ շատ օպերատիվ։ Բայց երիքա 4 ինքնաթիռ իջնի, իսկ աշխարհում բա այդ շատ ներողություն, 4 է իջնում։ 44 է իջնում։ Այսինքն դա կա չէ, դա հեծանիվ չպետք է հորինել։ Պիտի մեծացնել օդանավակայանը, դա պետական խնդիր է, դա քաղաքի խնդիրը չի, բայց կապված է նաև քաղաքի հետ։ Պիտի մեծացնել մետրոպոլիտենը, դա քաղաքի խնդիր է, բայց պետության խնդիրն է։ Քաղաքի խնդիրը ճոպանուղիները կարող է կարգավորի։ Պիտի այդ ուղղահայաց ավտոկայանատեղիները ակտիվացնի եւ շատ տնտեսվարողների ասի գիտես ինչ, արի քո սուպերմարկետի տեղը, կառուցենք ուղղահայաց, ախպեր էլի դու տեղի տերը։ Էլի դու ես օպերայի գետնանցումի նման, չէ՞ որ այդ խնդիրը լուծում, երբ որ օպերայում ինչ-որ ներկայացություններ կան եւ այլն, շատ թույլ, բայց լուծում է խնդիր, հարգելի Դավիթ։ Այսինքն մի հատ համաժողով անենք, մի հատ տնտեսագիտական, քաղաքական, չեմ իմանում ինչ մտքերը ճարտարապետական եւ այլն շինարարական, հավաքենք միտեղ, մի հատ հասկանանք, մենք ինչ Երևան ենք ուզում, որ կառավարիչը չնստի մենակ ժեկի մտածելակերպի վրա օպերատիվ խնդիր լուծելու։ Կառավարիչը Երևան քաղաքի պետք է լուծի տեսլականով խնդիր եւ ամեն նոր թիմ չպետք է ասի ես չեմ հավատում հնի դրած գծածին տրանսպորտային ցանցին ես ինսպեկցիա եմ անում դրա վրա անցնի մի 3 տարի հետո ասի դե գիտեք ինչ ես նոր եմ եկել նոր չեն քանի տարի է Դավիթ ջան 8 տարի նոր չեն չի կարելի Վերջը մեզ համար տարբերություն չկա նոր են հին թե ինչ են նոր աղբավայրի ծրագիրը սկսել է մոտավորապես 17 թվին նոր իշխանությունը 18 թվից է նոր աղբավայրը մի քանի գործավարական նիստ առաջ Երևանի քաղաքապետը ասում է մի րոպե մենք նոր աղբավայր ենք կառուցում թե աղբավերամշակման գործարան հասկանում եք այդ նույն խնդիրն էր որ մենք ասեցինք եւ ես ուզում եմ եթերով ասել Երևանի քաղաքապետը Կիևյան կամուրջի շինարարին չպիտի ասի ասֆալտը պիտի լավ լինի Կիևյան կամուրջի շինարարին պիտի ասի երկաթը կոնստրուկցիաները եւ բետոնե կոնստրուկցիաները պիտի լավ լինեն դա պիտի ստուգենք իսկ ասֆալտը ինքնըստինքյան գործընթաց է դրանով չպիտի վախեցնել շինարարին պիտի վախեցնել որ 1950-ականների կառույցը պետքա անընդհատ սերունդների համար աշխատի դա մենակ ասֆալտը չի Շատ շնորհակալ եմ ձեզ պարոն Գալստյան, այն որ մենք սկսեցինք խոսել աղբի մասին, արդեն խոսում էին մասին, որ մենք պետք է դեռ հանդիպենք եւ այս հարցերը քննարկենք, նաեւ մեծ հաճույքով կլսեմ ձեր դուցման տարբերակները։ Շնորհակալություն։ Իմ հյուրները Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ գիտնական, տնտեսական գիտությունների թեկնածու Համազազբ Գալստյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ իմ մանրամասները կհանդիպենք։